Պարոն Խաչատրյան, ինչու անհրաժեշտություն առաջացավ նման ուսումնասիրություն անել, բավարարել են ձեզ այս հետազոտության արդյունքը։ Նախ երևի այդ առաջարկն է, որ ամենակարևորն է, ուրեմն երբ որ մեզնից ուզեցին տվյալները, մենք այդ տվյալները ուղղակի կարող ենք տալ, որովհետև մենք այդ թվերը ունեինք եւ այդ թվերը ավելի քան ապացուցում էին, որ ուրեմն մենք իրավունք ունենք ըստ այդ օրենքի, մենք իրավունք ունենք գները բարձրացնել, բայց վերջիվերջո հետաքրքիր է, մենք ինչ երկրում ենք ապրում, սա շուկայական էկոնոմիկա է, թե սա դերևս սովետական միությունն է։ Սովետական միությունը քանդվեց, որովհետև այնտեղ կար պետպլան եւ այնտեղ կար գների պետական կոմիտե։ Մեր մոտ, մեր պետությունը, մեր իշխանությունները, ուրեմն սարքում է նույն բանը։ Ինքը սարքում է մենաշնորհներ եւ ինքը սարքում է ուրեմն մի հատ տնտեսական մրցակցության հանձնաժողով, որը գների պետական կոմիտե է, որը փորձում է գներ սահմանի։ Իրականում չի կարելի տնտեսվարողին ուրեմն ասել, թե ինքը ինչ գին պետքա սահմանի, դա նշանակում է ուրեմն պետքա ամեն ինչը թողնել մի կողմ եւ պարզել, թե մենք ինչ երկիր ենք սարքում, ինչ տնտեսական վիճակը եւ այլն։ Վերջիվերջո հանձնաժողովի նախագահ Շաբոյանը, երբ որ պաշտպանում էր բանանի մենաշնորհը, ինքը ասեց, որ ցանկացած տնտեսվարող, եթե ազատ մրցակցություն է, իսկ այնտեղ ազատ մրցակցությունն է, մուտքի խոչընդոտ չկա, տնտեսական մրցակցության խոչընդոտ չկա, ամեն մեկը ձգտում է ուրեմն մաքսիմալացնել իր շահույթը։ Չգիտես ինչի դա վերաբերվում է միայն իրանց մերաշնորհներին։ Մյուս տնտեսվարողների պարտավոր են բանանել, ներկայացնել հիմնավորումներ գների փոփոխման։ Այսինքն ինքը չի գալիս ասում, գիտես ինչ, ուրեմն դու չի կարող գերիշխող դիրք ունես, դու մրցակցությունը խախտել ես, դու ես արել, դու ես արել, որից հետո դու նոր պետք է հիմնավորես քո գները։ Հիմա սենց է, մենք այդ իրականում մենք կարող ենք գները հիմնավորել, բայց մենք հասկացանք, որ սա համակարգային հարց է։ Ուղղակի այս հանձնաժողովը դրած տնտեսության հերանիծում է։ Ինքը ունի օրենք, ինքը ունի անկատար օրենք, այդ անկատար օրենքը ընկել է որոշակի բնավորության մարդկանց ձեռքը, որոնք անխտիր ռեալ մոնոպոլիաները, իրական մոնոպոլիաները մի կողմ թողած, ուրեմն ընկել են մյուս հիմնարկների հետևից եւ համակարգային բոլորին հերթով տուգանում են, չգիտեմ ուրիշ ինչ հարաբերությունների մեջ են մտնում եւ այլն եւ այլն։ Ձեր գործը որ փուլում է հիմա գտնվում։ Մեր փուլը գտնվում է 16-րդ ամսում, այսինքն սա անցյալ տարի ապրիլի վերջին է սկսվել, արդեն սա 16-րդ ամիսն է, մեր դեմ արդեն երկրորդ վարույթն է հարուցված, ուրեմն մենք արդեն մի 7-8 անգամ դատարան ենք դիմել, այսինքն մենք կարող ենք, դուք գիտեք, ես ասացի, որ մենք կարող ենք թվերը ներկայացնել եւ հարցը լուծել, դուք գիտեք, որ Հայաստանում այդ հարցերը նաեւ ուրիշ ձևով է շատ ավելի հեշտությամբ լուծվում, բայց մենք հասկացանք, որ ըստ էության մեր պարտքն է, որ պետքա մտնել կոնֆլիկտի մեջ եւ պետքա այս հարցը համակարգային բարձրացնել եւ իրոք, որովհետեւ գիտեք ինչա, ամբողջ աշխարհը հասկացել է, որ ծաղկում են պետությունները, որտեղ կա մրցակցություն, որովհետեւ մրցակցությունն է, որ բերում է նորարարությունների, իսկ ծաղկելու ուրեմն երկրի ծաղկելու միակ ֆակտորը դա նորարարությունն է։ Եթե կա մրցակցություն, պատկերացնում եք, չէ, ամեն մեկ ուզում է առաջ ընկնի, ինքը չի կարող գնալ սրա մոտ, նրա մոտ, ինքը ստիպված ուղիղ աշխատացնում է նոր բան է ստեղծում։ Այսինքն մրցակցության պաշտպանության օրենքը շատ կարևոր է։ Մեր մոտ սա հակամրցակցային լրիվ օրենքի է վերածվել, բավական է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում մի ընկերություն ուրեմն ինչ որ մի բան անի, ուրեմն գալիս են ասում են դու դե արդարացրու, ասում ենք որ շուկայում